Այս ամեն ինչը արդեն մի այլ կարգի դուրս չի գալիս, անգել։ Արի քեզ տանեմ տուն, ես էլ գնամ, հասկանամ մեր տանը ինչ է կատարվում։ Աննա Բագրատովնան Մի շարունակի, ես լսեցի ինչ ասեց, վստահ եմ, որ շփոթում է, կամ էլ ձերոնք են համոզել ու ասել են, որ այդ բարեկամական կապը կա, արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ գնատուն ամեն ինչ պարզ կդառնա։ Ինչ էլ ասեն միևնույն է անգել, մեր հարսանիքի կազմակերպումը ուժի մեջ է, թե չէ մի քիչ էլ ուշացնենք, ինչքան հին մեռել կա հանելու են ջրի երես։ Ասա Ֆայնա։ Իմ սիրելի եղբայր, ախր ինչի դու ընդհանրապես իմ խանութ չես գալիս։ Մենք չես հարցնում ոնց եմ, ոնց չեմ։ Լավ էլի Ֆայնա, ինչ էլ ժամանակ ես գտել։ Լավ էլի հեն, վեր կաց արի էլի։ Արի կնստենք խոսենք։ Վերջին անգամ չեմ հիշում, երբ ենք քույր ու եղբայր նստել խոսել։ Ես չէ, բայց Անգելի հետ եմ։ Իրան կբերեմ, թող տենա կոկոն, ամել ծանոթանա ինչեր ունես խանութում։ Իհարկե ես քեզ էի ուզում տեսնել, բայց Անգելինան որ գա շատ ավելի լավ։ Սպասում եմ։ Գալիս է Հենրին։ Անգելինան է գալիս։ Անտիշ։ Ես էլ ասացի Հենրիս կտեսնեմ, բայց չէ, իր հրեշտակին է ուղարկում։ Թող գա սպասում ենք։ Յանա լավ հերիքա խանդի տեսարաններ սարքես։ Ամենևին Ֆայնա ջան, ես ընդհանրապես չեմ խանդում։ Ինչ ուզում են թող անեն, ինձ էլ հետաքրքիր չի։ Համել, եթե չգիտես, ես արդեն ուրիշ հետաքրքրություն ունեմ, բա։ Յա։ Ինչ, վատա։ Ուրախ չես։ Չէ։ Բան չասեցիմ։ Շատ ուրախ եմ։ Ինչ ես եկել դիմացս կանոնել։ Գնա ստեղից, ես չեմ ուզում քեզ տեսնեմ։ Հորքուր դու էլ գնա, ուզում եմ մենակ մնամ։ Լավ, բալես, լավ։ Բայց ինձ ստիպված ես հանդուրժել։ Ոնց ես այսքան տարի այդ մեղքի տակ ապրել։ Ես այսքան տարի ապրել եմ տենց, որ երեխեքս տղես էլ աղջիկս էլ լիարժեք ընտանիքում մեծանան։ Բայց ինքն էլ չէ քո երեխեն։ Բա ինչ անեի, վերցնեի, բերեի դու պահեիր։ Հա, բերեիր ես կպահեի։ Իրանք միասին կմեծանային ու այսօր մենք այս սարսափի առաջ չէինք կանգնի։ Ես գնում եմ այս տնից։ Ես չեմ պատրաստվում այդ նույն հարկի տակ ապրեմ։ Դու ոչ մի տեղ չես գնում։ Հասկացար։ Այդ ուզում էիր խփեիր։ Հա, ուզում էի խփեի։ Դե խփի։ Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանա։ Դու ինձ սկսում ես արդեն նյարդայնացնել։ Ինչ եղել է։ Մնում անցյալում, հասկացար։ Քո այդ անցյալը այսօր մեր ընտանիքն է քանդում։ Քո անցյալը փաթաթվել է այդ անմեղ երեխեքի վզին, այս ամեն ինչից հետո դու ոնց ես նայելու տղայիդ աչքերի մեջ։ Անսխալական մարդ չկա, հասկացար, երբ որ ես քեզ բերեցի այս տուն, դու հղի էիր, իսկ ես քեզ սիրեցի, ընդունեցի, հանդուրժեցի։ Դες լավ չի մի հատ էլ մեծ գովազդային վահանակ։ Եթե պետք է կկուսանես։ Ես գնում եմ։ Դու ոչ մի տեղ էլ չես գնում։ Երեխես կծնվի այս տան մեջ։ Դու այդ երեխու դեմքը չես տեսնելու։ Ու այդ կլինի քո ամենամեծ պատիժը։ Բարով ես եկել Անգել ջան։ Բարև։ Բարև ձեզ։ Այս եղբայրս մեքենայից էլ չի չափ, հա։ Մի քիչ շտապում էր գնաց, հուսանք կվերադառնամ։ Լավ, արի այդ դեպքում ես քեզ մեր խանութի տեսականում ծանոթացնեմ։ Դու շեֆ մարդ ես, դու ինչ գործ ունես մարդկանց ծանոթացնես խանութի տեսականու հետ։ Խելոք նստի տեղդ։
Եկեք Անգելինա ջան, ես դες կծանոթացնեմ մեր խանութի տեսականու հետ։ Սիրով կծանոթանամ, եթե մի քանի տարբերակներ էլ լինի ինձ հարմար, անպայման կվերցնեմ։ Եկեք ցույց տամ։ Անգելինա ջան, եթե մամայի համար ինչ-որ բան պետք, այս ա կառաջարկեմ։ Ինքը շատ լավ կրեմ է, կնճիռների դեմ է, համ սնուցում է, համ ձգում է մաշկը, կարելի է օգտագործել առավոտյան, երեկոյան ու 2 ամսից էլ արդյունքը լրիվ երևում է։ Ընտիր։ Հրաշալի աշխատում ես, Յան։ Հրեշտակ ջան, մի բան ընտրեցիր։ Երևի թե խոնավեցնողը ինձ վերցնեն, մամային էլ հակատարիքային կրեմ։ Դե դրանք փաթեթավոր Յան ջան, բայց դրանից զատ ես մի հատ լավ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ։ Դե լավ կլինի գնանք քաղաք զբոսնելու։ Ֆայն է, ինչ զբոսնել։ Հո երեխա չենք։ Համ էլ ես ավելի լավ առաջարկ ունեմ, քանի աղջիկներով ենք, համ էլ կհաշտվենք։ Գնանք կարուսել։ Ինչ կարուսել է խելար։ Դու ինչ կասես, Անգել։ Ճիշտն ասած, զբոսնելու տրամադրություն մի քիչ չունեմ, բայց այ կարուսել գնալու միտքը վատը չի։ Վերջին անգամ չեմ հիշում երբ եմ գնացել։ Ընտիր, ասում եմ, էլի Յանան վատ բան չի առաջարկի։ Ու հերիքա ձևեր թափս։ Այս մարդը դեմ չի։ Նենց որ գնում ենք կարուսել։ Դե ուրեմն գնում ենք կարուսել նստելու։ Մենք մեզ լավ որ չպարգևենք, պիտի պարգևի։ Ոայ ֆայնա, հույսը դրել ես այն տղամարդկանց վրա։ 1000 անգամ քեզ ասել եմ։ Իրանք փոքրիկ էգոիստ արարածներ են։ Նենց որ իրանց վրա ընդհանրապես հույս դնել պետք չի։ Համ էլ երբեմն պետք է իրանցից փախուստի դիմենք։ Նենց որ փաթեթավոր եմ գամ ու գնանք։ Լավ։ Աննա։ Սպասում էի։ Նա բայց Բերտում պետք է սպասեիր ոչ թե այստեղ։ Բերտում դու պիտի տարիներ առաջ հորը սպանելու համար հիմա փտելուց լինեիր։ Դու լսի այ լագոդե։ Գլուխդ քորա գալի, հա։ Այդ որ չթողին Բերտում մնաս, տենց աբրգել ես։ Հարփած գալիս ես մեր տուն ես մտնում։ Քեզ ինչ ասես թույլ ես տալի, բարձր գոռում ես։ Այդ որ լռումը չի նշանակում, պետք է ամեն ինչ անես։ Զենքդ վրեդ կախած դուխը թելը քեզ ուտում է։ Հլասա տենամ ինչ ես ասում։ Քանի իմ հոգում վրեժ կա, զենքով թե առանց զենք իմ դուխը միշտ տեղն է։ Ու եթե թորդ խանգարած չլիներ, հիմա ես իմ գործը արած կլինեի։ Այ անուղեղ։ Գործը տանեիր, իմի Բերտում կփդեիր։ Դու չես ջոգում, ում հետ ինչ ես անում։ Եկել է շախուսների ոտի տակ ես ինգի, արա մրջուրի պես կտարորեն կեզ կհասնենք կետան։ Այդ մի բանը լավ գիտեմ։ Դե ուրեմն տենց իմանալով ու վախով ապրի։ Այդ որ լեզուտ չեն կտրում, մագաժները չեն կտրում, չի նշանակում պետք է քեզ սանձարձակի պես պահես։ Իմ իրավունքները ես շատ լավ գիտեմ։ Այ լակոտ լեզուտ բերանիդ մեջ պահի, թե չէ գլուխդ կկտրեմ, կտամ քրոջդ ձեռը։ Ընտանիքիցս հեռու ես խաղում։ Թորանիցս հեռու ես խաղում։ Այդ ձեր սերմերն էլ այս քուչեկում կխաղաք։ Ուրիշների հետ։ Զգուշացնում եմ, հանկարծ թորանս մոտեցար։ Հանկարծ թորանս հետ ինչ-որ տվիր արար, լակիրովունի դագաղը նվերեմ քեզ տալու։ Այդքան բան։
Նորից եմ ասում, ֆայնայիս մազին կպել ես, արդեն ասեցի։ Սեմ։ Այ գնա շնորհակալ եղի։ Այս քույրիկիդ, քո կերակած քույրիկին շնորհակալ եղի, որ հիմա ինքը ապրում է ու իրանով քեզ ապրացնում։ Եթե հանկարծ շախունցներից որից մեկին կպած լիներ, դիակ էր լինելու։ Քաշ մի ջամից։ Մամ, ես ուր ես գնում։ Դե ասա։ Ասա ուր ես գնում։ Չնայած չէ, տղա ջան, մաման քեզ բան ունի ասելու։ Բայց հնարավոր է ամեն ինչ ասելա, հա? Փաստորեն ձեր կռվի հերոսը ես եմ։ Հենց հիմա երկուսով ասում եք, ինչ եք թաքցնում։ Խոսա, մամ։ Դու հեռախոսով ինչ-որ բան էիր ուզում ասել։ Կարևոր բաները, տղա ջան, հեռախոսով չեն ասում։ Դե։ Ասա։ Ասա։ Եթե այդքան հեշտ է ճշմարտությունը ասելը։ Մամ։ Բայց ինչ լավ արեցինք, որ եկանք ստեղ։ Ապրես։ Ֆայնա ջան, չեմ հասկանում, դու էլի իմ հնարավորությունների վրա կասկածում ես, ասենք երբ է Յանան վատ բան առաջարկել։ Անգելինա ջան, 1000 տարվա ընկերուհիս է, մինչև հիմա ինձ չի վստահում։ Ապրես։ Իրականում շատ լավ անցնում։ Մտովի գնացել եմ իմ մանկություն, որ ծնողներից հետ գալիս է ու բոլորս սենց մի ճանապարհով միասին քայլում ենք։ Բայց իրոք, մեր մանկության հեքիաթներ։ Երեխեք, իսկ հիշում եք, որ այ հենց այստեղ տատիկներ էին նստում ու վաճառում էին գունավոր խաղալիքներ, քաղցր բամբակ, քաղցր բրինձ, այն ձայն հանող են խաղալիքը։ Ոնց չեմ հիշում, մինչև հասնում ենք կարուսելներ, արդեն սենց լիքը խաղալիքները։ Ինչ լավ օրեր էին, չէ՞ երեխեք։ Այ։ Իսկ այն բանը կա՞, փոքրիկ լճակը կա, գնանք նստենք։ Իհարկե կա։ Ես վախենում եմ։ Շատ լավ, միտքա մի րոպե։ Յանան ձեզ հետ վախենալու ինչ ունեք։ Գնում ենք ու նստենք այն նավակը։ Երեխեք, բայց չէ, ավելի լավ է գնանք կարուսելներ նստենք։ Ասում եմ, էլի դու կյանքից բան չես հասկանում։ Հա, գնանք կարուսել նստենք։ Եկեք գնանք ու որոշենք։ Բայց հետո նավակն ենք նստելու։ Վերջացավ։ Ես։ Մերի քեզ ով էր ասել դուրս գաս։ Բա ինչ անեի, թողեի որ սպանեն։ Սեմ ում հետ ես ոտ գցում շախունցների։ Իսկ դու ինչ ես ուզում ես որ ես վաղ կոտի պես լռեմ, հերս գնա հողի տակ պարկիս սպանողը շնչի։ Չէ, ուղղակի մոռացի, Սեմ տարիներ են անցել։ Թող հանգիստ ապրենք, Սեմ, մոռացի։ Այսքան տարի մենք մենակ ենք ապրել, իրար թևու թիկունք ենք եղել, ինչի ես հիմա մեր կյանքը դժոխքի վերածում։ Կավ չես տեսնում իմ վիճակը, ես կարայի մեռնեի։ Այտենց բան մի ասա։ Բա ինչ ասեմ, Ֆայնայի նման լավ աղջիկ էր հանդիպել։ Կարայր չէ ամեն ինչ մոռանայիր ու երջանիկ լինեիր։ Չեմ կարա, հասկացի, չեմ կարա։ Դու քո այս պահվածքով զրկվեցիր քո աշխատանքից։ Պապայի անունը գետնով տվեցիր։ Հիմա ո՞նց ենք ապրելու։ Ոչ դու ես աշխատում, ոչ ես, ո՞նց ենք ապրելու, Սեմ։ Կապրենք։ Չենք ապրի։ Կգոյատևենք։ Մերի մի սպանի ինձ հոգեպես։
ես ուզում եմ պապայի վրեժը լուծել։ Վրեժը կսպանի քեզ։ Իսկ ես այս աշխարհում մենակ կմնամ։ Իսկ պապան հաստատ մեր համար այս կյանքը չէր ցանկանա։ Խնդրեմ։ Ինչքան էր։ Մի քիչ բարձր։ Չէ, հենց հիմա պետք է շտապ կանչել։ Հա, ես հենց հիմա կզանգեմ։ Պետք չի տղես, ես լավ։ Տղուս կյանքի հետ ես խաղում։ Եթե չես ուզում շտապ կանչենք, ուրեմն արի գնանք հիվանդանոց։ Իսկ ես կարելի է ուրիշների ճակատագրերի հետ խաղալ։ Մինչև ես չծնված երեխու ճակատագրի մասին մտածելը ավելի լավ կլինի մտածես այն մարդկանց մասին ու մասին, որ պիտի մտածես։ Որ կգաս հետը սենյակ։ Հայ հարկ է բոլես։ Աննա իմը կապրիզանելու ժամանակը չի։ Կլինի դու իմ հետ ընդհանրապես չխոսես։ Մամ, քեզ հիմա հանգիստ է պետք, բայց այս խոսակցությունը պետք է շարունակվի։ Հա տղես։ Մենք անպայման կխոսենք։ Բայց ինչ էլ ուզում ա որ լինի։ Անկախ ամեն ինչից իմացի, որ ես քեզ շատ եմ սիրում։ Գիտեք, չէ, ես իմ ամենասիրածն էր փոքր ժամանակ։ Ես էլ եմ շատ սիրում, ամբողջ քաղաքը վերևից երևում է։ Յանա, ինչ ես լուր։ Ֆայնա, որովհետև այսօր ես բերել։ Ես վախենում եմ այս կարուսելից։ Դու պատկերացնում ես հանկարծ պոկվի ընկնի։ Ես դեռ լիքը նպատակներ ունեմ, ես մուրազի վրա եմ։ Ես պետք է ամուսնանամ, հասկանում ես, 10 երեխա պիտի ունենամ։ Պատկերացնում ես չունենամ հանկարծ այդ երեխեքը, անհետ վերանամ այս աշխարհից։ Չի լինի, ես չեմ նստում այս կարուսելը, գնացեք նստեք դուք։ Բա ասեցիր բարձրությունից ես վախենում։ Ֆայնա ջան, ծիծաղում եք ինձ վրա։ Ես գիտեմ ես ինչից եմ վախենում։ Մի հատ քեզ նայի, մի հատ Անգելին նայի ու ինձ նայի։ Ես չեմ նստում, հա, գնացեք դուք։ Ես կամաց մտածում եմ, որ ճիշտ է ասում։ Յանա, լսի, ես քեզ խոսք եմ տալի, եթե ընկնես, ես Անգելինա քեզ կբռնենք։ Ասենք ո՞նց եք դուք ինձ բռնելու, էլի ուզում եմ հասկանամ։ Այս բռնել ենք։ Հանգիստ բռնել ենք։ Լավ, Ընկի առաջ նստենք։ գալիս եմ։ Բայց որ ինձ մի բան ա եղել, քեզ սպանելու եմ, եղավ։ Okay։ Պետք է զգուշ լինես։ Արի գնաց։ Եկեք։ Արի, վախենալ չկարում, արի։ Թողեք։
լավ պրծանք։ Լավա որ բան չեղավ, թե չէ ձեզ հետը ստանելու էի, հա։ Անասա բախներս բերեց են։ Երեխեք այնքան շնորհակալ եմ, որ ինձ ստեղ եք բերել, չեք պատկերացնի։ Թե ասա ով է այսքան ժամանակ լավ եղել, որ Լիանային լսել է։ Ինչի վեր կացանք առանց մեր սիրած տղաների եկանք ստեղ, այս վախենալու կարուսելը նստեցինք։ Ինչի մեր հետ վատ էր։ Բայց նենց չի, որ իրանց հետ միշտ լավ է։ Այո, աղջիկներով ավելի լավ անցնում։ Բան չասացի, բայց այդքան չէինք վախենում։ Լավ, հիմա ես եմ ասում ուր ենք գնում։ Գնում ենք ավտոդրոմ, որ վախենալու չլինի, Ֆայնա, վերջ։ Բայց վախենալու չի, ես մի քիչ վախենում եմ։ Ուրեմն սրանից չվախեցար, ավտոդրոմից պիտի վախենաս։ Վախենալու չի, գնացինք։ Լավ, եկեք։ Երեխեք, բայց ես երբեք չեմ նստել։ Հա, բայց այս կարուսելը շատ անվտանգ է։ Այստեղի վթարը ընդհանրապես վտանգավոր չի, նենց որ հանգիստ նստի։ Համել որ մի բան լինի, հերին կմնի։ Ինչ ես խոսում։ Յանա, դու կարող ես դիտավորյալ վթարի ես պատրաստվում։ Վայ։ Չէ, հրեշտակ ջան, ամեն ինչ նորմալ է։ Համել մենք արդեն ընկերացել ենք, հանգիստ նստի։ Խոստանում եմ անվտանգ երթևեկություն։ Բայց ես կարուսելը։ Բա, կարող ես դու վերջապես պատասխան տաս մամայի փոխարեն։ Ես ինչի պիտի մամայի փոխարեն պատասխան տամ։ Բան ունի ասելու թող ասի, ես որ ասելիք չունեմ։ Մաման զանգել էր Անգելինային։ Ես էլ կողքն էի։ Հա դե դու Անգելինայից ու բազմախբերից անգամ կյանքը չես պատկերացնում։ Չեմ հասկանում ուրիշ հերոսի անուն չգիտես։ Թեման հիմա այդ չի։ Բա ի՞նչն է։ Այն որ մաման շարունակում էր հոպարավոյի ասածը, ու մենք չենք կարա միասին լինենք։ Իսկ եթե հենց հիմա ասեմ ճշմարտությունը, միանգամից վերջ տնեմ այս абսուրդին։ Չէ, չեմ կարա։ Լրում ես։ Կարող եմ մի բան գիտես, դու էլ ես համակարծիկ այդ անհեթեթություններին։ Նորություն չի, որ ձեր միասին լինելը իմ սրտով չի։ Դե տենց էլ ասա, որ իմ ու Անգելինայի միությունն է պատճառը ձեր կռվի։ Այդ քուրու աղբոր թեմաներն են, որ մամային այդ օրին են հասցրել։ Բայց ինչ էլ լինի, պապ, ես չեմ թողի, որ մամային դու այդ օրը գցես։
Քեզ մետ հավաքի Հենրի։ Դիմացդ հալալը չի, որ ոնց ուզես խոսաս։ Կարա լինի։ Ձենդ։ Պապ, երբ խոսքը մորս մասին ա գնում, ես անկառավարելի կարամ դառնամ։ Ու այս լինի վերջին անգամը, որ մամային այդ վիճակում եմ տեսնում քո պատճառով։ Թե չէ ինչ։ Քեզ մետ հավաքի, հորդ հետ ես խոսում, տղա ջան։ Թե չեն, որ մերս քեզ տղա է պարգևելու։ Ու այդ երեխեն պետքա մեծանա հորով, մորով, քուր աղբերով։ Լավ կանես մամայի հետ հարաբերություններդ կարգի հրավիրես։ Երկարացնում ես արդեն։ Եթե չես ուզում քեզ կարգի հրավիրեմ հենց հիմա ստեղ, մեծ ձենդ կդրի։ Ես իմ ասելիքն ասեցի։ Մի քիչ շուտ մեծացար։ Ավակ բարձր ճնչումդ։ Խմի ես։ Ու ինձ դա անհանգստացնում ա, խմի։ Էջ էլ դուք չանհանգստացնի։ Ինչ լինում ա թող լինի։ Ինչ ես խոսում։ Դու քեզ լսում ես։ Քո մասին չես մտածում, երեխու մասին մտածի։ Մենակ այս կյանքում։ Ինձ ու քեզ մի բան լինի, ինչ ա լինելու։ Ես հարցը լուծեմ, իրանց բաժանեմ ու հետո ինչ ուզում ա լինի։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ անգրինան երջանիկ լինի։ Այսքանից հետո դժվար ա լինելու։ Դժվար է, թե դժվար չի։ Կյանք ա հիմա, պետք է հարմարվենք։ Խոսել ես հետ։ Հա, աղջիկների հետ էր։ Ասեց արդեն տուն եմ գալիս։ Փառք Աստծո այդ լակոտի հետ չէր։ Գիտես ինչ եմ մտածում, ասում եմ մի հատ հրաշք լիներ, այդ Հենրին տոմս առներ ու գնար երկրից։ Բրծնեինք էլի։ Դա էլ չի փրկի։ Յա, բարով ես եկել։ Մերսի, որ ընդունեցիք։ Նստի։ Ես քեզ ասել էի, ինչ հարց լինի կգաս։ Հարց կա, շախուսներն են։ Մենակ չասես հենդոներ եկել։ Հա, եկել էր։ Չեմ հավատում։ Հենդոն այնքան անգել, որ գալիս ա քո մոտ։ Եկել էր սպառնալով ու պահանջով։ Դե Հենդոյի հատուկ պահվածք։ Սպառնալ, պահանջել, ինչու ոչ, նույնիսկ սպանել։ Մեծն Հենրիխ Շախունցն է։ Նա կարողանում է ամենտեղ սարսափ կինո խաղալ։ Էս կինո չի, էս դաժան իրականությունն է։ Ու դուք ինձ պետք է օգնեք։ Օգնելու պես բան լինի, ասա։ Արդարությունը ես պետք է վերականգնեմ։ Իմ հոր վրեժը անպատիժ չի մնալու։ Ու շախուսները պատասխան են տալու։ Բայց շատ լավ է հնչում։ Շախունց։ Հանցագործ։ Չնայած այն բանին, որ Շախունց Հենդոն իմ խնամին է, ես ինքս եմ քեզ օգնություն առաջարկել։ Ու ես պատրաստ եմ իմ խոսքի տերը լինել։ Ես կվերականգնեմ արդարությունը։ Ես դեռ հավատում եմ, որ արդարություն կա։ Դե հավատալը այդքան էլ լավ բան չի։ Հետո շուտ ես հիասթափվում։ Բայց եթե ինձ այդ գործի մեջ ես մտել, ուրեմն հավատա ու վստահի։ Հավատում եմ ձեզ։ Բայց ես կթողնեմ, որ քո նման անմեղ տղու վրա ձեռք բարձրացնեն, տղա ջան։ Ես քեզ օգնելու համար պատրաստ եմ նույնիսկ խնամուց դեմ գնել։ Չգիտեմ, թե ոնց եմ ձեր լավության տակից դուրս գալու։
Սա լավություն չի։ Սա խաղ է, որտեղ հենդուին խաղի կանոնները թելադրելու ես դու։ Իսկ ես թիկունքից կհուշեմ քեզ։ Դու հանգիստ եղի։ Լսի շատ հավես անցավ։ Յանայի կատակներից հա չես նեղվել։ Վայ չէ, ինչի պիտի նեղվում, շատ լավ աղջիկ է հումորով։ Գիտես չէ, իրականում շատ հավատարիմ ու իսկական ընկերուհի է։ Հաստատ։ Հենրինա։ Բայց զարմանալի է, որ ինձ է զանգում, ոչ թե քեզ։ Սպասի հələ։ Հա հեն։ Ֆայնա ուր եք հասել։ Լսի դե Անգելին իջացնեմ տուն, մենակ չգնա այս ժամին, ես էլ կգամ։ Չնայած իրական շատ լավ կլիներ, եթե դու գայիր մեր հետևից։ Անգելինայի հետ հենց հիմա տուն եկեք, մաման լավ չի։ Ոնց մաման լավ չի։ Ինչ ա եղել մամային։ Չգիտեմ, արագացրեք տուն եկեք, ես հետո Անգելին կտանեմ։ Լավ։ Անգել Հենրին ասում է մաման լավ չի, մենք երկուսով տուն գնանք, ինքը քեզ հետո տուն կիջացնի։ Ուշա, բայց ես էլ կուզեի գայի, ինչ ա եղել։ Չգիտեմ լսի, բայց դու անպայման զանգի ձերոնց ասա, որ ուրիշ տեղ չես էլի, մեր տանն ես, չանհանգստանան։ Ման պետք չի հիմա խոսաս։ Իմ համար ավելի կարևոր է, որ դու լավ լինես։ Ես էլ եմ էդ ասում։ Այս պահվածքով կվնասես ախր երեխուն։ Ճիշտ է ասում, ման։ Դու հիմա մենակ չես ու քո մասին մենակ չպետք է մտածես։ Ու իմացի ինչ էլ անես ու ինչ էլ ասես, մեկ է ես քո կողքին եմ։ Ապրես իմ տղա։ Ապրես իմ լավ տղա։ Այդպես միշտ մնա մամայի կողքին։ Գնա մամայի։ Ես քեզ կարևոր բան ունեմ ասելու տղես։ Գիտեմ դրանից հետո բոլորիս համար էլ դժվար է լինելու, բայց ես քեզ չեմ կարող չասել։ Ծանր է շնչում, պա։ Տղա ջան, այսքանից հետո որ շնչում եմ էլի լավ է։ Ինչ արեցիր արա։ Սա խառնեցիր։ Ուրիշ տարբերակ կար ինչի։ Ուրեմն Անգելինան քո աղջիկն է, հա։ Հա, բա ինչ անեի, պապ։ Էս միակ adekvat որոշումն էր։ Էս միակ ձևն է իրանց բաժանելու։ Ես չեմ կարող ավակենս ճշմարտությունը ասեմ։ Առավելևս չեմ կարող Աննային ասեմ, որ Անգելինան իմ աղջիկը չի, իր աղջիկն է։ Ինչ, ոնց, ինչ։ Կանգնեմ ասեմ, գիտես ինչ կա, այդ երեխան չի մեռել, ոնց ասեմ տենց բան։ Միքայել իրականում սարսափելի է։ Բա որ մի օր ճշմարտությունը բաց է այդպես ինչ ես անելու։ Ճշմարտությունը կբացվի այն ժամանակ, երբ որ ես կմեռնեմ։ Իսկ ես պարագայում այս միակ նորմալ adekvat որոշումն էր։ Տղա ջան, շատ վատ ու խառը իրավիճակ է։ Աննան adekvat կին է։ Ու ինքը չի լռի։ Ես սարսափում եմ այդ մտքից, որ կարող է ինքը Հենրին ասի, ու այդ ժամանակ ես չգիտեմ ինչ է լինելու։ Վերջո կիմանամ։ Այդպես է դու հանգիստ էլ ասում ես։ Թեմբեր։ Հա։ Ինձ ինչ ես բերել հասցրել ու արդու խանութ։ Ոնց։ Բա ում հետ գայի։ Ասենք, ընկերուհիներիդ։ Չէր լինի Կարո ջան։ Այսօր մենք արդեն ընկերուհիներով գնացել ենք այգի, լավ ժամանակ ենք անցկացրել, կարուսել ենք նստել, հետո էլ ինձ իջացրեցին, իրան գնացին։ Յա, դե լավ էր էլի։ Մենակ ֆրֆրաս ինձ էլ բերես հասցնես խանութ։
Կարո ջան, եթե չգիտես, ասեմ իմանաս։ Խանութ պետքա տղամարդու հետ գնալ միշտ, որ դուք ծախսեք, մենք էլ հասկանանք ում հետ գործ ունենք։ Չգիտեի՞š։ Այս թասիբ ես գցում։ Այո։ Լավ, դե գնացինք։ Բարև ձեզ։ Տեմբել ես։ Քո ես։ Շատ Կարո ջան, ապրես։ Լսի։ Պարզվում է դու իսկական տղամարդ ես։ Չնայած ինչ եմ խոսում, քո գցած սեղանից այդ արդեն երևում էր, բայց սա արդեն կնիկներ էլի, ոնց որ։ Հենրի։ Տղես։ Մամ։ Ոնց ես, մամ ջան։ Լավ եմ, բալես, խնդրում եմ դու իջի Անետի հետ ներքևում մի հատ թեյ պատրաստի իմ համար, ես ուզում եմ Անգելինայի ու Հենրիի հետ առանձին խոսեմ։ Լավ, մամ ջան։ Իմ արեգակ, ես ոնց որ իմն է։ Հրսում էի վայնան տուեց հակնեմ։ Պարզ է։ Քույր ու եղբայր, Աստված իմ ինչ կարող է լինել, կամ արդեն ինչ է եղել։ Ես հենց հիմա վերջ կտնեմ ես ամեն ինչին։ Մամ, ուր հասար մտքերով, մենք ստեղ ենք։ Չէ, ես ինձ պիտի հավաքեմ ու ասեմ, որ իրան քույր ու եղբայր են։